Ողջույն բոլորին, այս տեսանյութը ցանկության մասին է, որ ինչպես միշտ լինում է 4 տարբերակից, իսկ մյուս ալիքում կլինի արդեն երբ կկատարվի ձեր ցանկությունը, մյուս քարտերով, այսինքն կնշեմ ժամկետներ, դուք արդեն ոչ թե ժամկետ պետք է պահեք, այլ ուղղակի թե երբ է կատարվելու, այդպես կարող եք նայել։ Պահեք 4 տարբերակ, 4-ը կարող եք տարբեր ցանկություններ պահել, նույնը մի պահեք 4-ը։ Ընդհանրապես ամեն մեկը միգուցե ինչ-որ ժամկետների առումով պահեք, բայց ոչ 4-ը, էլի մի քիչ նորմալ չի։ Սա 1 ամսից կլինի 2, 3, 4, մի տեսակ այդքան էլ նորմալ չի։ 1-ի 2-ը պահեք։ Մինչև կխառնեմ, դուք կենտրոնացեք ձեր ցանկության վրա, որպեսզի այն քարտերը հասկանան եւ նույնպես անեն, որ իրականանան։ Ահա, հուսով եմ պահեցիք։ Մենք գնանք առաջին տարբերակը։ Կկատարվի արդյոք առաջին տարբերակի ցանկությունը։ Ցանկությունը կատարվեց, վաղուց չի արել, երևի հավեսը տվեց։ Շնորհավորում եմ բոլորիդ, ովքեր որ պահել էին առաջին տարբերակը։ Պետք է իրանց հանգիստ տալ, որ իրանք սկսեն նորմալ գործել։ Դե այստեղ արդեն ինչ էլ ընկնի, միևնույն է, նշանակում է, որ ձեր ցանկությունները կկատարվեն, թե հիմա ինչ-որ բան կընկնի ավել թե պակաս։ Այստեղ ամուսնության առաջարկ, առողջությունը լավանա, նվերներ ստանաք, միգուցե նվեր եք ուզում գնել ավելի մատչելի տարբերակով, նաև բաժանվել կամ հեռանալ այն մարդուցումից, որ հոգնել եք կամ ձանձրացնում է, կամ այն կերուի կա, այդպես յուրաքանչյուր մեկը կա, որ ցանկանում եք գնալ իրենից, կամ գնա ինքը ձեզ այնց ի վերջո։ Կարևոր փաստաթուղթ, նամակ ինչ-որ մեկից, տեղեկատվություն, որին սպասում եք, դա եւս այստեղ ցանկությունը իրականանում է։ Նաև հավաքույթ, թոռներով, ծոռներով եւ նաև ծնունդ, եթե կա ինչ-որ մեկի ծնունդն է եւ մտածում եք կնշեք արդյոք, ապա սա եւս ասում է այո։ Միգուցե ձեր ուզած ձևով, այդպես։ Եվ գնումներ կատարել, գնալ շոփինգի, այդպես։ Դա եւս կիրականանա, այնպես որ շնորհավորում եմ առաջին տարբերակը։ Լավ էր, հենց միանգամից մարդկանց չհուսահատեցրեց։ Վաղուց չի արել, հավեսը տվեց։ Գնանք երկրորդ տարբերակը։ Պահեք, ֆիքսվեք։
Կկատարվի արդյոք երկրորդ տարբերակի ցանկությունը։ Առաջինը աստղի կեսը ընկավ, դա նշանակում է, որ ճանապարհին եք, եթե անգամ ինքը ի վերջո չընկնի, միևնույնն է դուք ճանապարհին եք, արդեն գնում եք դեպի այդ ցանկությունների իրականացում։ Պտտվում, նույն բաներն ա բերում մեզ։ Ցանկություն էլի ընկավ։ Մարդիկ հստակ ցանկություն են պահել, որը որ կատարվող ցանկություն է, դրա համար անընդհատ ընկնում է։ Դա քշքիր է շատ։ Ահա։ Այս ցանկությունը եւս կատարվում է, եւս շնորհավորում եմ բոլորիդ, ովքեր որ պահել էին երկրորդ տարբերակը եւ այստեղ մուսության առաջարկ էլի, ինչ որ մեկից հեռացում, բաժանում, որ տհաճ է ձեզ իհարկե այդ մարդկանց մասին է խոսքը, ուղղակի ոչ թե բաժանումը, մարդը չի կարող այդպես ցանկություն ունենալ, որ իր սիրելիից բաժանվի։ Դե մարդիկ են, ովքեր որ տհաճ են ձեզ համար։ Տուն գնելը նույնպես էստեղ վերանորոգում սկսել է եւս տանից տուն տեղափոխվելը հաղթանակ ոչ է հարցում, ինչ որ մի բան է կողմ, մրցույթ է, քննություն է եւ այլն, յուրաքանչյուր բան այդտեղ հաղթանակը ձեր ձեռքում է։ Եվ հեռախոսազանգ, շատ կարևոր հեռախոսազանգ, որին որ սպասում եք, դա եւս կլինի, չնայած որ բոլոր ցանկությունները կլինեն, սա ոնց որ հավելյալ հաստատում է, որ սրանք հաստատ են լինելու, հա, մնացածն էլ արդեն ինչ որ դուք պետք է ինչ որ մի բան անեք։ Ահա, սա էլ երկրորդ տարբերակը։ Տեսնենք երրորդ տարբերակը ինչ կասի մեզ։ Պահեք, ֆիքսվեք ձեր ցանկության վրա։ Կկատարվի արդյոք երրորդ տարբերակի ցանկությունը։ Այս անգամ խափուսիկ էր, ասում եմ երկուսն ասեցի, երրորդը դե ոչինչ։ Ահա, երրորդ տարբերակում ցանկությունը մի փոքր ուշանում է, ժամանակը չի դեռ։
Երեխաների հետ կապված ինչ-որ հարցեր են, միգուցե հղիություն, ծննդաբերությունը, որ ավելի թեթև անցնի, կամ հղիանակ, դա եւս մի փոքր ոնց որ էլի ուշ է ասում, ավելի քան այս պահին։ Երեխաների հետ կապված եւս եթե ինչ-որ բան եք պահել, դա էլի եւս պետք է մի փոքր սպասեք։ Այն ինչ որ ասում եմ, դա պետք է մի փոքր սպասեք։ Մեքենա ձեռք բերելու համար, մեքենա գնելու համար եւս պետք է սպասեք։ Լեզու սովորելը դա ինքը մեկ օրվա գործի պետք է եւս, ջանքեր գործադրեք, որպեսզի սովորեք, նվեր գնելու համար, նվեր ստանալու համար, ոնց որ այս պահին, եթե ինչ որ այս պահին է, ապա դա եւս ոնց այս դեռ չի լինում։ Դեռ ուշանում է։ Ոնց որ հիմա չեք ստանա հետո։ Հաղթանակ, եթե լավ պարապեք, ապա հաղթանակը ձերն է լինելու, նաեւ ծնունդ, դա պետք է այստեղ աշխատեք, որտեղ գումարը մի փոքր հեռու է, եթե գումարը այդքան չի բավականացնում ձեր ուզած ծնունդը անելու համար, ապա եւս պետք է հավաքեք, գումար հետ գցեք։ Եվ վարկերը այստեղ մարելը, բարդքերը տալը, եւս եթե պահել եք։ Եվ այստեղ հարսանիք, ամուսնություն, հարսանիք եւս, ոնց որ ոչ թե այս ամսին կլինի, այլ մի փոքր ուշ։ Հեռախոսազանգը նույնպես այստեղ կա։ Կարևոր մարդուց հեռախոսազանգ, բայց դեռ պետք է սպասեք, որ զանգի, դեռ այս պահին չի զանգի։ Այսքանը կարծես թե էլ ոչինչ բաց չեմ թողել։ Չէ, բաց չեմ թողել։ Ահա։ Այսքանը նաև երրորդ տարբերակի համար։ Պահեք, ֆիքսվեք 4 տարբերակ, միգուցե 4 տարբերակ, այևս էլի բարեգութ գտնվի եւ աստղը ընկնի։ Ահա, պահեք, ինչով խառնա։ Կենտրոնացեք այդ ձեր ցանկության վրա, կենտրոնացեք հենց այդ պահերի վրա, որին պատկերացրեք, որ դա կա արդեն։ Կկատարվի արդյոք 4-րդ տարբերակի ցանկությունը։ Ուսում ձեզ մոտ երևում է։ Մի փոքր այստեղ հեռու է, դեռ չէ, դեռ կարծես թե ձեր ցանկությունը առայժմ ոնց որ պետք է սպասել, ինչ որ ժամանակ պետք է սպասել այդ ցանկության։ Այն ինչը որ ընկնում է, միայն դա է, որ ուշանալի է։ Մնացածը, ուրեմն եթե չկա, ձեր հարցի պատասխանը ուրեմն դեռ ժամանակը չի, դեռ պարզ չի, կախված է ձեր հարցից։ Ահա, ուրեմն այստեղ գործիքներ գնել ձեր գործունեության համար եւս մի փոքր կարող ուշ գնեք, նաեւ վերանորոգումը սկսել եւս էլի կարող ուշ սկսել, ճիշտ է, գումարը կգա, գումարը ոնց որ ուշ գալիս, դրա համար էլ ուշ եք սկսում։ Նոր բիզնես բացել, ուշ կունենաք ինչ-որ մի բանին դիմակայելու համար, ասում դեռ պետք է համբերատար լինել, հետո այդ ուժը կգա եւ կկարողանաք ամեն ինչ դիմակայել։ Նաեւ կենթանի, ընտանի կենթանի պահելու համար եւս էլի ինչ-որ ժամանակ է արկավոր, դեռ հիմա չէ։ Միգուցե ինչ-որ թանկարժեք կենթանի եք ուզում եւ դեռ պետք է գումար հետ գցեք, գումարը գա, որ կարողանաք գնել։ Նիհարելը եւս դեռ էլի պետք է սպասեք։ Այստեղ հարսանիքը եւս էլի դեռ պետք է սպասեք։
դեռ ոչ հիմա, եւ նվերներ կարող եք ստանալ, նվերները գնել ինչ-որ մեկի համար դեռ ոչ հիմա, կամ գումարին եք սպասում, կամ դեռ այդ նվերը չկա, կամ զեղչ չի, հա, եթե ինչ-որ նման պահեր են։ Ահա, հուսով եմ ոչինչ բաց չեմ թողել։ Այստեղ ծնունդը եւս, էլի գումարը կգա, նոր կկարողանաք անել։ Միգուցե հետաձգում եք ծնունդը, որ ավելի լավ անեք։ Միացնում եք ինչ-որ մեկի ծնունդի հետ, կամ ինչ-որ հատուկ օր։ Ընդհանրապես հեչ լավ չի, որ ուրիշ օր են անում, իդեպ ասեմ։ Հենց այդ օրն է, որ մարդը պետք է զգա, որ իր ծնունդն է, ոչ թե ինչ-որ մի օր։ Այդ ամենասխալ բանն է, ճակատագիր եք փոխում։ Ձերն էլ, ձեր երեխայինն էլ։ Ավելի լավ է այդ օրը նշեք, դուք զգաք, որ ձեր ծնունդն է, բայց եթե ուզում եք հավաքվել ընկերների հետ, գնացեք հավաքվեք։ Տորթը պետք է անպայման փչել հենց ձեր ծննդյան օրը։ Ոչ մի օր այս ու այն կողմ։ Ոչ մի օր։ Ահա, չկա, այստեղ էլ ուրիշ ոչինչ չկա։ Այնպես որ այսքանն է միայն, որ կարող է կատարվել մի փոքր ավելի ուշ, մնացած ուրեմն դեռ ժամանակա չէ, ուրեմն երկու տարբերակը լավ էր, երկու տարբերակը ոչ։ Հուսով եմ ձեր բոլորի ցանկությունները դիմացի երկու տարբերակում էին միայն եւ կկատարվի ձեր բոլորի ցանկությունները։ Եվ ճիշտ պահելու դեպքում, ճիշտ կազմակերպելու դեպքում, ճիշտ առաջ գնալու դեպքում բնականաբար ձեր ցանկությունները կիրականանան այն ժամանակ, երբ որ իրոք եւ դուք եք պատրաստ եւ Աստված է այդպես կամենում, որ ձեր ցանկությունները լինեն։